2008 թվականն էր Սերժ Սարգսյանի երթմնակալության օրը Երևանը վերածվել էր դատարկ քաղաքի։ Կենտրոնի լայն փողոցներում ոչ ոք չէր երևում։ Ամայի էր նաև օպերայի բակը։ Պատվո պահակախմբից բացի չկար որևէ մեկը։ Դատարկված օպերայի հրապարակում ահագայլում է Սերժ Սարգսյանը։ Իր հետևից թողնելով ուժայիններից փախչող ցելոֆանե տոպրակ։ Կիրակի օրը Գյումրիում Փաշինյանի կազմակերպած պատարագն ինձ հիշեցրեց Սերժ Սարգսյանի այս երթմնակալության արարողությունը։ Յոթվերկ եկեղեցին շրջափակված էր ուժայինների հոծ բազմությամբ, ներսում վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում պետական կառույցների, կրթական, առողջապահական հիմնարկների աշխատակիցներ էին և քաղաքացիական հագուստով ուժայիններ։ Իսկ նրանք, ովքեր իշխանության բանակից չէին, ստիպված էին անցնել մի քանի պատնեշ, խոստանալով ուժայիններին, որ չեն մոտենա վարչապետին, միայն թե ներս մտնելու իրավունք ստանան։ Ինչ չեն թողնի։ 37 թվին նույնիսկ Գյումրիի 7-վերքը գործել է։ Մենք մեզ չենք մտել, մեզի չեն թողել։ Սա էր պատկերը, եւ այս երկու դրվագներում արտառոցն այն է, որ մեկն իշխանության էր եկել մարտի 1-ով, մյուսը համաժողովրդական հեղափոխությամբ։ Ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը բացել է ձեզ բանտող վագոնների դռները։ Ոնց էս երկրում մարդ կա, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնել, то այո բոլորիդ կպարկացնենք ասֆալտներին, բոլորիդ կպարկացնենք ասֆալտներին։ Էս ովքեր են սրանք։ Ռեժիմը, որի դեմ պայքարեց Փաշինյանը, իրականում երբեք էլ չմահացավ, պարզապես տեղի ունեցավ դերակատարների փոփոխություն, մնալով էությամբ նույնը։ Իշխանությունը կորցնելու վախն է միավորում այս երկու տեսարանները։ Հենց այդ նույն վախի հետ քայլելով Փաշինյանը մտավ 7-վերք, ոչ թե հեղափոխական մարդու վստահ ոտնաքայլերով, այլ թույլ իշխանությանը բնորոշ կաշկանդվածության հոգեբանական վիճակով։ Եվ այդ վախը դարձավ ամենաուժեղ պատնեշը իր իսկ խոստացած ազատ ու երջանիկ Հայաստանի ճանապարհին։ Ոչ մի ձայն որևէ ուժի, ով սպառնալիք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն այն ուժին, այն ուժերին, որ որոշում է կամ մտածում է, թե Հայաստանում կարելի է բռնությամբ եւ զենքով հարցեր լուծել, ոչ մի ձայն։ Հեղափոխությամբ իշխանության եկածները իրենց հետ չբերեցին համակարգային փոփոխություններ, որովհետև պարզվեց նպատակը խաղի հին կանոնները ջարդելը չէր։ Դա հսկայական ուժ, ռիսկ եւ ինստիտուցիոնալ իմացություն է պահանջում։ Նրանց նպատակը նախկինների տեղերը զբաղեցնելն էր, մանավանդ երբ ընտրողն առանձնապես դեմ էլ չէր։ Հեղափոխությունը անձերի փոփոխության մասին էր փաստացի։ Հակառակ պարագայում հասարակական ճնշումը կստիպեր նորեկներին, իշխանությունը դիտարկել որպես ծանր պատասխանատվություն, այլ ոչ թե պարգև։ Արի միասի այդ փոքրը 18000 դրամ տեսած եք ձեր կյանքում։ Հիմա եք գալիս եք $200,000 սաֆարիներ եք վայելում։ $200,000 տունը ինչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պարզվեց, որ կան մարդիկ, որոնք ուզում են ոչ թե պետական արատավոր համակարգը փոխել, այլ իրենց են տեսնում այդ արատավոր համակարգի մեջ։ Էսա մարդիկ իշխանություն էին ուզում, վերցրել են իշխանություն, եթե կյանքիդ միակ նպատակը իշխանությունն է, նշանակում է դու այդ իշխանությունը պահելու համար ստիպված ես լինելու դիմել այն քայլերին, ինչին որ իրենք դիմում են այսօր։ Իրենք տանում են ուղիղ Հայաստանի Հանրապետությունը բռնապետության։ Ահա այս միջավայրում Փաշինյանը կառավարում է այնպես, ինչպես կարող է, մանավանդ որ առաջնորդի այն տեսակն է, որը իշխանություն ստանալուց հետո չի կարողանում կրել դրա ծանրությունը։ Նա թույլ լիդեր է, ոչ միայն քաղաքական իմաստով, այլ նաև հոգեբանական, եւ չի սիրում ուժեղների ներկայությունը, խուսափում է մրցակցությունից, չի հանդուրժում ինքնուրույն մտածող մարդկանց։ Իսկ առաջնորդը, որը վախենում է ուժեղներից, անխուսափելիորեն շրջապատվում է թույլերով, անկարող մարդկանցով։ Այդ շղթան ինքն իրեն է սնուցում, թույլ ղեկավար, թույլ թիմ, թույլ պետություն։
Ուժային կառույցների միջոցով իշխանությունը պահելու անհրաժեշտություն։ Այսպիսով, բիրտ մեթոդները դառնում են ինքնապաշտպանություն։ Երբ չեն կարողանում տիրապետել իրավիճակին, սկսում են վերահսկել մարդկանց շարժը, նրանց խոսակցությունները, ննջասենյակների տեսարաններն անգամ։ Նա շատ արագ յուրացրեց նախկինների խաղի կանոնները, որովհետև թույլ առաջնորդի համար ամենահեշտ ճանապարհը ոչ թե նոր համակարգ կերտելն է, այլ հինը կրկնելը, առանց ռիսկի, առանց ծանր աշխատանքի, առանց պատասխանատվության, կառավարել կոմպրոմատներով, բանտարկել նրանց, ովքեր անհնազանդ են, իսկ բանտարկելու ենթակա հնազանդներին մեծահոգաբար ներել։ Ու հենց այդ բնութագրով էլ Փաշինյանի իշխանությունն այսօր լիովին նմանվում է այն ռեժիմին, որի դեմ ինքն էր դուրս եկել։ Ուրեմն մեկը չթապրտակ, մեկը չփորձեք ժողովրդին որևէ հարկադրանքի ենթարկել։ Բայց պետք է հիշել, բիրտ մեթոդներով կառավարումը կարող է պահել իրավիճակը, բայց չի կարող պահել իշխանությունը, դա երկար չի ձգվում։ Վախի վրա հիմնված կառավարումը պայթյունավտանգ վերջաբան է ունենում։ Ով, եթե ոչ Փաշինյանը, սա շատ լավ գիտի։ Փաշինյանի թիմը հիմա գուցե հավատում է, որ ուժայիններով կարելի է փակել եկեղեցիներ, լցնել դահլիճներ, ճնշել դժգոհությունը, բայց իրականությունն այլ է։ Բիրտ մեթոդները չեն լուծում խնդիրները, նրանք պարզապես ժամանակավորապես լրացնում են դրանք, միաժամանակ խորացնելով։ Վախից ծնված լռությունը շատ արագ փոխակերպվում է կուտակված ատելության։ Վարչական ռեսուրսով հավաքված բազմությունը վաղ թե ուշ ելնում է նույն այդ իշխանության դեմ։ Եվ սա Փաշինյանը սեփական փորձից շատ լավ գիտի։ Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր տալիս են այդ թողտվությունը, օրինակ նրանց, ովքեր հրահանգով կանգնել էին 7 վերքում պատարագի, ներկա լինելու համար։ Պետական համակարգի աշխատողներ, վարչական ստորաբաժանումների ղեկավարներ, բուժաշխատողներ, մանկավարժներ։ Սրանք մարդիկ են, ովքեր դժգոհում էին նախկիններից, բայց ամեն նոր իշխանության հետ կրկնում են նույն հնազանդ շրջափուլը։ Ձեզ հրահանգով բերում էին նախկինները, հրահանգով բերում են նաև ներկաները։ Փոխվել են դեմքերը, փոխվել է խոսքը, չի փոխվել ձեր խոնար հնազանդությունը, մնացել է նույնը։ Բոլոր ժամանակների սանձարձակ իշխանությունները հենվում են հենց այսպիսի մարդկանց վրա, ովքեր վախից, հարմարավետությունից կամ անտարբերությունից պատրաստ են լռել, կատարել ցանկացած հրահանգ։ Դուք այն լուրջ ճարտարապետներն եք, որոնց օգնությամբ ամեն իշխանություն կերտում է իր անպատժելիության պատը։ Իրենց քաղաքական հայացքների համար դատապարտված մարդիկ կան այսօր հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում Միքայել arczepiskopos Աջապահյանի գլխավորությամբ։ Վաղ իշխանությունները կփորձեն զավթել մայրաթոռը, իրենց քիմքին հաճո կաթողիկոսի փնտրտուքով եւ այսպես շարունակ, եւ եթե մարդկանց թվում է, թե այսօր գլխիկոր ու հնազանդ իրականացնելով իշխանական հրահանգները փոքր, աննշան մի բան են անում, մոռացվի կգնա, իրենց չեն նկատի, գլուխները կթեքեն, որ տեսախցիկները չֆիքսեն, ապա հիշել է պետք։ Հենց այսպիսի փոքր հնազանդություններից են ծնվում մեծ անարդարությունները, որոնց ականատեսն ենք դարձել մենք այսօր։ Այսքան կհանդիպենք։